ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց է եւ պատրաստ է շահագործման եւ անարգել անցման, սակայն ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ եւ լիովին ուժի մեջ կմնա Իրանի դեմ բացառապես մինչեւ Իրանի հետ բանակցությունների 100%-ով ավարտը։ Այս գործընթացը պետք է շատ արագ ընթանա, քանի որ հարցերի մեծ մասն արդեն քննարկվել է, ասել է ԱՄՆ նախագահը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնպես հայտարարել է, որ Լիբանանում հրադադարով պայմանավորված Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց հրադադարի ժամանակահատվածում, համաձայնեցված երթուղով։ Իր հերթին արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի Իրանի կողմից նշանակված երթուղիներով եւ Իրանի համապատասխան իշխանությունների հետ համակարգված։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն առանց որևէ վճարի կստանա Իրանի ողջ միջուկային փոշին։ ԱՄՆ-ն կստանա մեր հիանալի B2 ռմբակոծիչների կողմից ստեղծված ողջ միջուկային փոշին, որևէ դրամական վճար չի լինի։ Այս գործարքը նաև որևէ կերպ չի ազդում Լիբանանի վրա, բայց ԱՄՆ-ն առանձին կաշխատի Լիբանանի հետ եւ համապատասխանաբար կլուծի Հեզբոլլահի հարցը։ Իսրայելն այլևս չի ռմբակոծի Լիբանանը, ԱՄՆ-ն արգելում է նրանց դա անել։ Բավական է արդեն, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Իրանի հարստացված ուրանը սրբազան է ինչպես երկրի հողը եւ ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի տեղափոխվի։ Այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահի խոսքերը Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Դոնալդ Թրամփն էլ Axios-ին տված հարցազրույցում ասել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության կհասնեն հաջորդ 1-2 օրվա ընթացքում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ են արել ընդլայնել Եվրոպայում զենքի արտադրությունը։ Մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք, ավելի շատ արտադրենք եւ երկուսն էլ ավելի արագ անենք, գրել է ֆոն դեր Լայենը X-ի հարթակում Բրյուսելում Ռյուտեի հետ հանդիպումից հետո։ ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով խորհրդակցությունները կենտրոնացած են եղել Ուկրաինայի հարցի ուղղությամբ։ Նրանք համաձայնել են ավելի սերտորեն համագործակցել Ուկրաինային օգնելու եւ կարեւորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու հարցում։ Սլովակիան կարգելափակի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ չի սկսել կրկին ռուսական նավթ ստանալ Ուկրաինայի տարածքով անցնող Դրուժբա խողովակաշարով։ Այս մասին ապրիլի 16-ին երկրի խորհրդարանում հայտարարել է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը։ Նա պնդել է, որ Բրատիսլավան իբր այլ գործիքներ չունի ստիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Եվրոպական հանձնաժողովի հետ վերաբացել Դրուժբա խողովակաշարը։ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, ով նախորդին մեկնել է ԱՄՆ-ն, դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ֆինանսների նախարար Սքոթ Բեսնեթի հետ բանակցությունները։ Սվիրիդենկոն Reuters-ին ասել է, որ Բեսնեթի հետ հանդիպումն օգտագործել է Ուկրաինայի դիրքորոշումը հաստատելու համար, որ ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չպետք է թույլատրվեն, չեղյալ հայտարարվեն կամ սառեցվեն։ Իրանում պատերազմի հետևանքով առաջացած մատակարարումների պակասը լրացնելու համար Վաշինգտոնը ժամանակավորապես չեղարկել էր ռուսական նավթի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ։ Թրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ, հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոն նման հայտարարություն է արել Իրանի հետ երկճարփաթյա հրադադարի եւ Հորմուզի նեղուցի բացման ֆոնին։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին շարունակում է հմայել եվրոպական քաղաքական ամբողջ դաշտը։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են միմյանց ջերմ ողջունում Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ հետաքրքիր նման միջադեպ գրանցվել էր Ալբանիայի ղեկավարի կողմից Մելոնիին դիմավորելիս։ Զավեշտալի միջադեպ է գրանցվել Ավստրալիայում, Մելբուրն քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ ճայերը լցվել են մարզադաշտ եւ խանգարել ֆուտբոլիստներին շարունակել իրենց խաղը։